իշխանությունները ոնց են հաշվեհարդար տեսնում այլախոհների, ընդդիմախոսների նկատմամբ, մտավախություն չունեք, որ ձեր հետ կապված, ասենք ԱԱԾ-ից մի հատ տեղեկան հրապարակեն, որ դուք, ասենք ռուսի ագենտ եք կամ չգիտեմ, ինչ-որ հանցագործություն կապեն ձեր հետ, թիմը ձեր ունի, պլան B, պլան G, ինչ պիտի լինի այդ դեպքում, եթե ձեզանից յուրաքանչյուրի նկատմամբ այդպես գործ տարելով գնան առաջ։ Հաջորդ հարցը, ինչ շատ հետաքրքրում է իշխանության ներկայացուցիչները այս ընթացքում կրկես եկել են, թե չէ, որովհետև նախկինում շատ անհանգստացած էին, թե երբ հա շենքը կառուցվելու, երբ հա շենքը կառուցվելու, տպավորություն է, որ ինչ-որ տրյուկներ են ուզում սովորել, հետաքրքրում է այս ընթացքում եկել են, տեսել են, այցելել են, ինչ տպավորություն են ստացել։ Հաջորդը, խոսել եք դուք Մեդովկա գյուղի հետ կապված դպրոցի մասին, որ անարդյունավետ է, ծախսեր եք բանարել, հաշվարկել, ԿՊԱ-ականները դրա հետ կապված ձեզ արձագանքում են, ասում են, բա ի՞նչն է ձեզ խանգարել, որ դուք մի հատ գործարան սարքեիք Մեդովկայում, ոնց որ չնայած սրան կարող էր հաջորդել այլ մեղադրանքներ, թե ինչն է խանգարում աշխատավարձեր բարձրացնեիք, թոշակներ տայիք եւ այլն, բայց կխնդրեմ այս մասով ձեր արձագանքը։ Ու մեկ մեղադրանք, որը իշխանական ԶԼՄ-ներում եմ հանդիպում, հաճախ ուզում եմ դուք սրան պատասխանեք, ձեզ քննադատում են, ասում են, որ ընտրակաշառք եք դուք սկսել բաժանել, ընդ որում, որ հանկարծ չբռնվեք այդ մարդկանց ինչ-որ գրանցում եք ինչ-որ շինարարական ընկերություններում կամ այլ ընկերություններում, նույնպես սրա հետ կապված կուզենամ բարձրաբանել։ Հերթով անցնենք առաջի հարցից։ Առաջի հարցը իշխանական վերնախավի մեջ կան այսպես մեր կողմից կոչված, որ բոլորս մեր հասարակությունը կոչում է իրենց փոքրիկ խմբակի մեջ, կան Ռուսաստանում կրթություն ստացած շատ մարդիկ, տարիներով, կա Թուրքիայում կրթություն ստացած մարդ, որ ինձ ուղղակի հոգեվիճակը ես չեմ հասկանում, թե մարդ ինչ պայմաններում է որոշել գնալ Թուրքիայում կրթություն ստանա, երբ որ ես այսքան տարվա մեջ ինձ չեմ կարող ստիպել, գնամ իմ նախնիների հողը, օրինակ Թուրքիա մուժ, տեսնեմ իմ նախնիների հողը, չեմ կարող, 35 տարեկան եմ արդեն, ինչպես են իրեն կարողացել, ինչ սրտով գնալ այնտեղ կրթություն ստանալ, չգիտեմ, կարող է ինչ-որ ազգանվեր առաքելություն կատարելու համար, հնարավոր է, չեմ բացառում, հաշվի առնելով, թե ում որդին է այդ անձը, բայց ռուսական կրթություն ստացած, 4-5 տարի Ռուսաստանում ապրած, շատ մարդիկ կան այնտեղ, ինձ թվում է, գիտեք, որ մասնակի ունեմ նաև արևմտյան կրթություն, ինձ թվում է, որ եթե այդ ճանապարհով գնանք, շատ տեղերից շատ բաներ դուրս կգա եւ նաև Հայաստանը ուղիղ ապրում է, որոշ քայլեր արվում են Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող քլեչի հետ բանակցության արդյունքում թե բանակցությունը թե ցույցում է ժամանակը ցույց կտա, հաստատղթերը ցույց կտան։ Երբ մենք խոսում ենք գործակալներից, մենք ունենք մտավախություն, որ մեր երկրում կա գործակալներ։ Մի հարց տամ բոլորիդ։ Նկատել եք, որ մի քանի տարի ադրբեջանական գործակալ մեր երկրում չի բռնվում։ Չկա գործակալ ադրբեջանական Հայաստանում։ Բրծան։ Ինչպես միշտ Վահեն շատ կարևոր բան է, արդյոք հայկական ազգային անվտանգության ծառայությունը ադրբեջանական գործակալ վերջի 1-2 տարում բռնել է, թե չէ։ Ինչի մասին է խոսքը։ Մյուս հարցը, երրորդ հարցը կհիշեցնեք։ Այո, շատ լավ։ Ընտրական մոտիվացիաների հետ կապված, թվում է հետ նոր ընդունվող մարդկանց բոլորին տարբեր հրապարակումներ կան, որ մոտիվացնում են, ասում են, արի բանը, այսքան կաշխատես մեր համար, ձայն կբերես, այդպիսի հրապարակումներ կան, ու դա Հայաստանում խոսում են այդ մասին, սարքել են Հայաստանի էներգետիկ կառույցը, ամենապատասխանատու սարքել են, կարելի ասել նախընտրական շտաբ, որը մտահոգիչ է, որը ցույց է տալիս մարդկանց պատրաստակամությունը Հայաստանում լուրջ խնդիրներ լուծելու։ Նրանք պատրաստակամ են լուրջ խնդիր լուծեն, թե պատրաստակամ են ուղղակի մի հատ էլ ընտրություն կրեն, մի 5 տարի բանակցեն, մի 2 բան էլ լուծեն։ Ինչ վերաբերում է Մեդովկա գյուղին։ Մեդովկա գյուղում գյուղի տղամարդկանց
այն փոքր մասը, որ աշխատանք ունի, այն փոքր մասը, որ աշխատանք ունի։ Իմ հիշելով 5-6 հոգի աշխատում է մեր կառուցած գործարանում, մալուխների գործարանում։ Սակայն դա բավարար չէ, որովհետև այդ գործանում տարբեր գյուղերից են մարդիկ։ Այդ համայնքի համար, ինչպես նաև Հայաստանի բոլոր համայնքների համար պետք է զարգացման ծրագիր, պետք են արդյունաբերական հիմնարկներ, գործարաններ, ֆաբրիկաներ, որտեղ հնարավոր է տուրիզմ, 3-4 ռեգիոն կա, որտեղ լավ կարա զարգանա տուրիզմը։ Եվ գյուղատնտեսական ուղղություն Արարատյան դաշտի համար, մյուս տարբեր շրջանների համար, կան նաև այդպիսի շրջաններ հետաքրքիր։ Այսպիսի քաղաքականությամբ մենք կորցնում ենք գյուղեր ամեն տարի, եւ դա չի բերելու մեզ մեր երկրին զարգացում, բայց իրենց հարցին պատասխան Մեդովկա գյուղի այն քիչ մարդիկ, որ աշխատում են, նրանցից մի քանիսը աշխատում են մեր կառուցած գործարանում։ Կրկեսի հետ կապված չենք նկատել, չենք էլ հետաքրքրվել, ճիշտ է որ ասեմ, մեր քանի որ ենթակառուցվածքները շատ են եւ նաեւ բիզնես ուղղությունները քիչ չեն, շատ հաճախորդներ կարող են լինել, մենք ուղղակի ուրախ կլինենք, որ մեր հայրենակիցները իրենց երեխաների հետ այցելեն որևէ սահմանափակում կամ որևէ այլ բան չի կարող լինել, ուրախ կլինենք։ Մի հարց հավելել չեմ կարող չհիշեցնել, ես հետևում էի ձեր ելույթին, այստեղ խոսեցիք նախկինների մասին, այստեղ էլ գործընկերներիցս մեկի հարցի պատասխանելիս հպանցիկ անդրադարձակ, բայց կխնդրեմ սպառիչ էլի այս հարցի պատասխանել, տեսեք դուք ասացիք, որ նախկին նախագահների վաստակը նշեցիք եւ ասացիք, որ նրանց ժամանակը անցել է նոր առաջնորդների ժամանակն է եկել, նման միտք նաեւ իր ասուլիսում հայտնել էր Արման Թաթոյանը, ասել էր, որ պետք է չառաջադրվեն ուղղակի նրան, որ արժանացավ այսպես բուրըն քննադատության, թե ոնց նախկիններին ուղարկում եք թոշակի եւ այլն, կխնդրեմ դուք այս մասին մի հատ հստակ բարձրաբանեք նախկինների հետ կապված ինչ եք առաջարկում եւ հնարավոր է արդյոք, որ այն ուժերը, որոնք ոչ նախկին են, ոչ ներկայում միասնության թեպերի հետ ինչ-որ կոալիցիա կազմեք կամ միավորվեք նման ուժերով։ Շատ լավ։ Մենք իրավասություն չունենք որևէ մեկին ուղղորդել, թե նա ինչ պետք է անի, դա մեր իրավասություններից դուրս է, թե հիմա, թե հետո պոտենցիալ հաջողության պայմանում էլ։ Ուղղակի մենք հաշվի առնելով մարդկանց աշխարհայացքը եւ պրագմատիզմը պետք է բոլորով հասկանանք, որ մեր հասարակությունը բևեռացված է, որ չեն կարող նախկին 3 նախագահները եւ ներկա վարչապետը շարունակել կառավարել առանց հասարակական հակասությունների։ Կարող են, նրանցից մեկը կարող է փորձել շարունակել կառավարել, բայց կլինի հակասություն հասարակական, միասնություն չի լինի, իսկ դա լուծում չէ Հայաստանի համար եւ դա պետք է չլինի։ Մենք, եթե ուզում ենք, մարդկանց նշանակալի մասը ունի կարծիք, որ պետք է մարդ, ով ամեն դեպքում հասարակական միասնության խորհրդանիշ կլինի, գոնե այս սուր ժամանակաշրջանը, թե չէ հիմա բոլորը քննարկում են մեր հասարակության մեջ, թե ով էր մեղավոր, ում ժամանակ ընդունվեց եւ ով է հանձնել, ով չի հանձնել։ Պատմությունը կուսումնասիրի, փաստաթղթերը փառք Աստծո կան, կուսումնասիրեն եւ պատմությունը իր պատասխանը կտա։ Բայց հասարակությանը պետք է համերաշխություն եւ մոբիլիզացիա, որպեսզի մեր առջև ծառացած խնդիրներին մենք կարողանանք լուծում տանք։ Այն խնդիրներին, որ ամեն օր ավելի սաստկանում են, որովհետեւ ամեն օր ավելի ուշ ենք զբաղվում դրանցով։